Եվ պարոնայք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը և շատ կարևոր է այս հարցի քննարկման կոնտեքստում, հարցի քննարկման համար արձանագրել, որ հիմա 2016 թվականի հունիսն է և այս ժամանակաշրջանում հարցը ստանում է շատ որոշակի կոնտեքստ։ Այո, այստեղ խոսվեց 4-օրյա պատերազմի մասին և պետք է արձանագրել, որ հայ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք և վարկած, որ 4-օրյա պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Ինչով է հիմնավորվում այս տեսակետը։ Այստեղ կա վերլուծություն և կան փաստեր։ Վերլուծությունը հետևյալն է, որ 2008 թվականի հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկած միջոցառումներից հետո, որը ստացավ ձեզ հայտնի արձագանքը Ռուսաստանի կողմից, որևէ մեկ այս տարածաշրջանում չէր կարող այդպիսի ռիսկի գնալ մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանը առնվազն պահպանելու է չեզոքություն։ Առավել ևս այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հարձակվում էր ըստ էության Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող սուբյեկտի վրա։ Այսինքն ինչ, Ադրբեջանը այս կոնտեքստում առյուծի սիրտ էր կերել։ Իհարկե ոչ։ Սա վերլուծություն է, բայց կան նաև փաստեր։ Փաստ առաջին, եթե համարենք, որ Ադրբեջանը առյուծի սիրտ էր կերելու հարձակվել, դրանից հետո Ռուսաստանը առնվազն պետք է հայտարարել, որ սառեցնում է Ադրբեջանի զենքի վաճառքը մինչև հանգամանքները մանրամասնորեն պարզվեց։ Բայց հենց 4-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին։ Սրան հակառակ Հայաստանը ամենավճռական և իրեն անհրաժեշտ պահին չունեցավ և մինչև օրս էլ չունի այն զենք զինամթերքը, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է մատակարարեր, նախորդ տարի վավերացված էստեղ ուղիղ մի տարի առաջ վավերացված $200 միլիոն մատակարարման պայմանագրով։ Եվ այս կոնտեքստում գալ ստեղ ասել Ռուսաստանին շնորհակալություն հայտնենք, այնքան շնորհակալություն ենք հայտնել, վերջին 200 տարվա ընթացքում երևի բան ենք, մի քիչ դոզան անցել են, եկեք մի շնորհակալությունները ֆիքսենք, արձանագրենք, մի հատ էլ մտածենք, ինչա կատարվում։ Եվ այս համատեքստում այստեղ շատ պարզ հարց են տալիս, ասում են հիմա հայկական հրամանատարությունը կարող է օգտագործել ռուսական Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռուսական զենքն ու օդուժը, ասում են, հա, հələ էլի մի հատ էլ աչքովունքով ասում են, հա, պարտավոր է Ռուսաստանը ենթարկվի։ Այդ դուք լուրջ այս մակարդակով եք ընկալում աշխարհաքաղաքական իրավիճակը ու ռազմաքաղաքական իրավիճակը։ Եթե այս մակարդակով է ընկալվում, ուրեմն կներեք, ընդհանրապես մեր պաշտպանական համակարգի կոմպետենտության հարցը պետք է լինի։ Դուք Հայաստանի Հանրապետությունում այդ ռուսական ինքնաթիռները նույնիսկ գետնի վրա մի մետր չեք կարող տեղաշարժել, դուք մեկ էլ եք ասում, որ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժը օդ է բարձրանալու, թանել չէ փրթած մածուն ձեզ։ Մի հատ էլ ասում են, բա տենց գրած է, բայց զենքի մատակարարման համաձայնագրում էլ էր գրած։ Գրած էր, որ զենք զինամթերքը պետք է մատակարարվի, տեսնում ենք ոնց է մատակարարվում։ Մի հատ էլ ասում է 80, պաշտպանության փոխնախարարը ասում է 80%-ով իրականացվել է պայմանագիրը, ասում ենք ոնց է իրականացվել, ասում է պայմանագրերը կնքվել են 80%-ով։ Խնդրում եմ չմիջամտել, էդ էր պակաս, որ կառավարության ներկայացուցիչն էլ տեղից միջամտի։ Մեկ էլ ասում են, բա գիտեք, Ռուսաստանը տիեզերական հետախուզության տվյալները փաթաթելու է տա Հայաստանին։ Հələ լսեք, ես լուրջ եք խոսում։ 4-օրյա պատերազմի ընթացքում, որ մենք մեր հետախուզությանը այդքան պրետենզիա ենք ներկայացնում։ Բոլորն էլ ասում են, որ հետախուզությունը ամեն օր զեկուցել է, որ խնդիր կա, հարձակման վտանգ կա եւ այլն։ Բա ինչի է տենց եղել։ Որովհետև հայկական հետախուզության և անվտանգության կոմպոնենտում
Եղել է նաև ռազմավարական գործընկերոջ կողմից հետախուզական տվյալների հաղորդումը, որ ռազմավարական գործընկերը մեզ հետախուզական տվյալ պետք է հաղորդի, Ադրբեջանը այդ օրը հարձակվում է, թե չի հարձակվում։ Եվ 30 օր, 40 օր նույն պրոցես շարունակվել է։ Մեր հետախուզությունը տվել է հարձակման վտանգ, ռուսական հետախուզությունը ռազմավարական տվել է, որ չի լինելու հարձակման, ադբոյ է տվել։ Նույնը տեղի է ունեցել նաև ապրիլի լույս 1 ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը։ Սա ինչ կապ ունի համաձայնագրի հետ, որովհետև այստեղ էլ է գրած, որ մեզ պետք է հետախուզական տվյալներ հաղորդեն։ Այո, կհաղորդեն այն ժամանակ, երբ որ իրանց պետք է, երբ որ իրանց պետք չի, չեն հաղորդի։ Այստեղ մի հատ հարց է ծագում։ Այս ամենով հարցեր, հա ինչ ենք կորցնում։ Կորցնում ենք շատ կարևոր մի բան, մենք ստեղծում ենք բուտաֆորիկ անվտանգության համակարգ։ Բուտաֆորիա ենք ստեղծում։ Ասում ենք ինչի կործանիչ ավիացիա չունի Հայաստանի Հանրապետությունը, ասում են դե հնարավորությունների հարց է։ Պարոնայք, ձեր գործի անունը այդ հնարավորությունը ստեղծելն էր։ Եթե դուք այսօր մեզ կործանիչ ավիացիայի փոխարեն բերել եք 5 տոննա մակուլատուրա եք բերել, այս դահլիճում վավերացրել, ձեր կոմպետենտության խնդիրը կա ընդհանրապես։ Մենք ինչ ենք ասում։ Այստեղ ընդ որում շատ կարևոր է հասկանալ Ռուսաստանի դիրքն ու դիրքորոշումը։ Մենք սիրում ենք ամեն ինչ դիտարկել մեծ եղբայր, փոքր եղբայր, քրիստոնյա, այդ գերտերությունն է Ռուսաստանը, որը ունի իր շահերը։ Այստեղ պետք չէ էմոցիոնալ բաներ ասել, վայ ռուսները սենց, վայ ռուսները սենց։ Ռուսաստանը գերտերություն է եւ ունի իր շահերը։ Եվ այդ շահերը տեղ-տեղ կարան համընկնեն Հայաստանի շահերի հետ, տեղ-տեղ կարող են չհամընկնել Հայաստանի շահերի հետ։ Այնտեղ որտեղ մենք համընկնում է, մենք ասում ենք վայ մեր հարազատ աղբերն է, հենց որտեղ չի համընկնում ասում ենք վայ մեր թշնամին է։ Ոչ թշնամին է, ոչ բարեկամն է, ինքը ունի շահերը։ Պրոբլեմը մեր մեջ է, որ մենք այդ մեր էլիտայի ներքին փոքրությունը անընդհատ այդ մեծ եղբոր ձգտումը կա, որ իրանց պետք է ինչ-որ մի հատ պաշտպանություն։ Այո, այդ հասկանալի է, պետք է պաշտպանություն, բայց պետք է ի վերջո մտածենք, որ այդ պաշտպանությունը մենք ինքներս պետք է ստեղծենք։ Երբ որ հարցը եկավ ադրբեջանական ինքնաթիռների պաշտպանության փոխնախարարը սկսեց չհասկանալ հարցը։ Ինչ կա չհասկանալու, այս համաձայնագրում սևով սպիտակի վրա գրած է, որ կարող են խոցել ընդհանուր պլանավորման շրջանակում եւ այլն, նշված թիրախները։ Բայց չի որ այս արդեն հիմա այսօր այդ պայմանն ու նախապայմանը կա, որ այս պայմանագրի շրջանակներում չի կարող խոցվել որևէ ադրբեջանական ինքնաթիռ, որովհետեւ հիմա ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ ակտիվ ձևով զարգանում եւ ծավալվում են։ Հենց որ պաշտպանության փոխնախարարը պետքա դա ասեր, այնով էր ասում, որ բանը Բաքուն էլ է դեմ։ Բաքվում էլ է բան են անում, դեմ են արտահայտվում։ Ինչի համար են դեմ արտահայտվում։ Այս համաձայնագրով որևէ կերպ այդ ձեր ասած թեկուզ տեսականորեն չի կարող խոսքվել որևէ ադրբեջանական կողմից մեր օդային տարածքի խախտման դեպքում։ Ուսա պետք է այսօր շատ պարզ խոստովանել։ Եվ ըստեղ այս պայմանագրում, եթե Ռուսաստանը շահագրգռված է ընդամենը աշխարհաքաղաքական խաղերի կոնտեքստում, աշխարհաքաղաքական բախումների կոնտեքստում, որտեղ Հայաստանը ցավոք սրտի այ ձեր չստեղծած հնարավորությունների բերումով ընդհանրապես սուբյեկտ չի։ Եվ մենք շատ կարևոր ենք համարում մտածողության առումով ի վերջո։ Այստեղ հարցը մտածողության մեջ է։ Մենք պետք է հասկանանք, բա գիտեք ռուսական բազայում ինչ զենքեր կան, Ռուսաստանը ինչ զենքեր ունի Հայաստանում։ Մեզ ինչ զենքեր ունի։ Փաստենա դուք մենք չունենք կործանիչ ավիացիա, եւ այս պայմանագրերը ամենամեծ բացասական ծառայությունը հետեւյալն է։ Նրանք բուտաֆորիկ անվտանգության բուտաֆորիա են ստեղծում եւ մեր օրակարգի մեջ այդ սուր հարցը, որ մեր պետք է ունենանք ինքնուրույն ինքնիշխան հակաօդային պաշտպանության համակարգ, այդ սրությունը բթանում է ուղղակի։
Եվ այս իշխանությունը ասում է այս հնարավորությունների հարցը հնարավորություն չկա։ Դուք պետք է ստեղծեիք այդ հնարավորությունը։ Եթե չեք ստեղծել, ուրեմն դուք հակահայկական, հակապետական իշխանություն եք։ Շնորհակալություն։